Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Երեք արջերը։ Շատ ժամանակ առաջ անտառի մի տնակում երեք արջ էին ապրում։ Արջերից մեկը հսկա մեծ արջն էր, մյուսը ոչ փոքր, ոչ մեծ արջն էր, իսկ վերջինը ճստո-մստո արջուկներ։ Մի օր արջերը շիլա եփեցին նախաճաշի համար, թողեցին սառչելու ու գնացին անտառ զբոսանքի։ Հսկա մեծ արջը շիլան լցրել էր հսկա մեծ ամանի մեջ։ Ոչ փոքր, ոչ մեծ արջը շիլան լցրել էր ոչ փոքր, ոչ մեծ ամանի մեջ։ Իսկ ճստո-մստո արջուկը շիլան լցրել էր ճստո-մստո ամանի մեջ։ Մինչ արջերը անտառում էին, մի փոքրիկ սիրունիկ աղջիկ, անունը Ոսկեծամիկ, որն ապրում էր անտառի ծայրին, մոտեցավ արջերի տնակին։ Տեսավ, որ դուռը բաց է ու աչքը ներս գցեց։ Այնտեղ ներսում աղջիկը մի սեղան տեսավ, վրան շիլայով 3 համան։ Ոսկեծամիկը հասկացավ, որ տանը ոչ ոք չկա, ու քանի որ շատ քաղցած էր, ներս մտավ։ Սկզբում նա համտես արեց հսկա մեծ ամանից, հսկա մեծ գդալով, բայց շիլան տաք էր ու վառեց նրա լեզուն։ Հետո համտես արեց ոչ փոքր, ոչ մեծ ամանից, ոչ փոքր, ոչ մեծ գդալով, բայց այդ շիլան նույնպես այնքան տաք էր, որ դուր չեկավ աղջկան։ Վերջապես աղջիկը համտես արեց ճստո-մստո ամանից, ճստո-մստո գդալով, ու շիլան այստեղ ճիշտն իր ուզածն էր, ոչ շատ տաք էր, ոչ էլ շատ սառը։ Ու Ոսկեծամիկը կերավ ամբողջ շիլան մինչև վերջին կաթիլը։ Կերավ, կշտացավ ու հոգնեց։ Շուրջը նայեց ու 3 աթոռ տեսավ։ Մեկը մի հսկա մեծ աթոռ էր, մյուսը մի ոչ փոքր, ոչ մեծ աթոռ էր, իսկ վերջինը մի ճստո-մստո աթոռ էր։ Սկզբից Ոսկեծամիկը նստեց հսկա մեծ աթոռին, բայց այն չափազանց կոշտ էր։ Հետո նստեց ոչ փոքր, ոչ մեծ աթոռին, բայց սա էլ չափազանց փափուկ էր։ Վերջապես նստեց ճստո-մստո աթոռին, եւ սա ճիշտն իր ուզածն էր, ոչ շատ կոշտ էր, ոչ էլ շատ փափուկ, շատ հարմարավետ մի աթոռ էր։ Նստեց այս աթոռակին Ոսկեծամիկը, այնքան նստեց, որ մեկ էլ հանկարծ աթոռակի տակը պոկվեց ու ինքը ընկավ հատակին։ Ոսկեծամիկը չափազանց խոշոր էր ճստո-մստո այդ աթոռակի համար։ Շատ չանցած Ոսկեծամիկի քունը տարավ։ Շուրջը նայեց ու տեսավ դեպի վերև գնացող ոլորապտույտ աստիճաններ։ Հիմա էլ վերև բարձրանամ, մտածեց նա։ Վերև բարձրացավ Ոսկեծամիկն ու տեսավ մի փոքրիկ ննջարան։ Այնտեղ նա տեսավ 3 մահճակալ։ Առաջինը մի հսկա մեծ մահճակալ էր, երկրորդը մի ոչ փոքր, ոչ մեծ մահճակալ էր, իսկ վերջինը մի ճստո-մստո մահճակալ էր։ Սկզբից նա պառկեց հսկա մեծ մահճակալին, բայց սրա գլխի կողմը սարսափելի բարձր էր։ Հետո պառկեց ոչ փոքր, ոչ մեծ մահճակալին, բայց սրա էլ ոտքի կողմն էր շատ ցածր։ Վերջապես Ոսկեծամիկը պառկեց ճստո-մստո մահճակալին, եւ սա ճիշտ իր ուզածն էր, ոչ շատ բարձր գլխի կողմում, ոչ էլ շատ ցածր ոտքի կողմում։ Ու պառկեց Ոսկեծամիկն այս մահճակալին, պառկեց, մինչև որ խոր քուն մտավ։ Հենց այդ ժամանակ էլ 3 արջերը վերադարձան անտառից ու մոտեցան սեղանին նախաճաշելու։ Առաջինը հսկա մեծ արջը նկատեց, որ իր հսկա մեծ գդալը հայտնվել է շիլայով լիքը հսկա մեծ ամանի մեջ։ Ինչ-որ մեկը համտես է արել իմ շիլան, որոտաց նրա կոշտ ու կոպիտ ձայնը։ Հետո ոչ փոքր, ոչ մեծ արջը տեսավ, որ իր ոչ փոքր, ոչ մեծ գդալը հայտնվել է շիլայով լիքը ոչ փոքր, ոչ մեծ ամանի մեջ։ Ինչ-որ մեկը համտես է արել շիլաս, կռմռաց
ոչ փոքր, ոչ մեծ արջը, իր ոչ փոքր, ոչ մեծ ձայնով։ Վերջապես ճստո մստո արջուկը տեսավ, որ իր ճստո մստո գդալը հայտնվել է իր արդեն դատարկ ճստո մստո ամանում։ Ինչ որ մեկը համտես է արել, Շիլաս, ծղրտաց նա իր ճստո մստո ձայնով, և ամբողջը կերել։ Մինչ այդ հսկա մեծ արջը նկատել էր, որ իր հսկա մեծ աթոռի վրա ճմրթված է ինչ-որ բան։ Ինչ-որ մեկը նստել է իմ աթոռին, որոտաց նա իր կոշտ ու կոպիտ ձայնով։ Հետո ոչ փոքր, ոչ մեծ արջը տեսավ, որ իր ոչ փոքր, ոչ մեծ աթոռի ոչ փոքր, ոչ մեծ բարձը ճմրթված է։ Ինչ-որ մեկը նստել է իմ աթոռին, գռմռաց նա իր ոչ փոքր, ոչ մեծ ձայնով։ Վերջապես ճստո մստո արջուկը տեսավ, որ իր ճստո մստո աթոռի ճստո մստո բարձը ընկած է գետնին, իսկ աթոռն էլ կոտրված է։ Ինչ-որ մեկը նստել է իմ աթոռին, ծղրտաց նա իր ճստո մստո ձայնով, և ջարդել է այն։ Երեք արջերը շուրջ բոլորը նայեցին, բայց ոչ մեկին չտեսան ու որոշեցին ոլորապտույտ աստիճաններով վերև բարձրանալ։ Առաջինը հսկա մեծ արջը նկատեց, որ իր հսկա մեծ մահճակալի սպիտակեղենը ճմրթված է։ Ինչ-որ մեկը պառկել է մահճակալիս վրա, որոտաց նա իր կոշտ ու կոպիտ ձայնով։ Հետո ոչ փոքր, ոչ մեծ արջը նկատեց, որ իր ոչ փոքր, ոչ մեծ մահճակալի սպիտակեղենը ճմրթված է։ Ինչ-որ մեկը պառկել է մահճակալիս վրա, գռմռաց նա իր ոչ փոքր, ոչ մեծ ձայնով։ Վերջապես ճստո մստո արջուկը տեսավ, որ իր ճստո մստո մահճակալի ծածկոցը ճմրթված է, և ծածկոցի տակն էլ մի տարօրինակ բան կա։ Ինչ-որ մեկը պառկել է մահճակալիս վրա, ծղրտաց նա իր ճստո մստո ձայնով։ Ահա նա։ Հենց այդ պահին ոսկեծամիկն աչքերը բաց արեց ու սարսափելի վախեցավ երեք արջերին տեսնելով։ Նա դուրս ցատկեց ճստո մստո մահճակալից ու աստիճաններով ցած սլացավ։ Երբ երեք արջերը նրա հետևից ցած վազեցին, ոսկեծամիկն արդեն դռնից դուրս էր փախել, իսկ երբ արջերը հասան դռանը, նա արդեն բավական հեռու էր։ Եվ չնայած արջերը վազեցին ու վազեցին նրա հետևից, միևնույն է, չկարողացան բռնել ոսկեծամիկին, որն անցավ անտառն ու ապահով տուն հասավ, հայրիկի ու մայրիկի մոտ։ Դե իսկ արջերն էլ վերադարձան իրենց տնակը։